Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Նա կենաց ծառը նրանց համար, ովքեր վստահում են նրան եւ իբրև հենարան հենվում նրա վրա, ինչպես որ Տիրոջ վրա պիտի հենվեին։ Այս խոսքերը պատկանում են Սողոմոն իմաստունին, սիրելիներ, ովքեր խոսելով խաչի մասին, ասում է, որ խաչը կյանքի ծառը նրանց համար, ովքեր վստահությամբ մոտենում են նրան, եւ հենարանը նրանց համար, ովքեր ապավինում են խաչին, ինչպես որ Տիրոջը պիտի ապավինեին։ Այսօր վարագա Սուրբ խաչի տոնն է, սիրելիներս։ Տոն, որ հատուկ է միայն մեր առաքելական Սուրբ եկեղեցուն, որ անմիջապես կապված է մեր Ռիփսիմյանց կույսերի, Գայանյանց կույսերի հետ, ովքեր գալով Ռոմից փախնելով, գալով Հայաստան աշխարհ որոշակի ժամանակ բնակվեցին Վարագա լեռան, այն գագաթերա, որ Գալիլա էր կոչվում, երբ որ այնտեղից պիտի հեռանային, Տիրոջ խաչապայտի մասունքը, որ կախված էր Սուրբ Հռիփսիմեի պարանոցից, որ ժառանգաբար իրեն էր հասել Պատրոնի կեթագուհուց, թաղում են հողի մեջ իբրև պահպանություն եւ շնոր հայոց հողի համար, եւ իրեն գալիս են Էջմիածին, որտեղ որ նահատակվում են Տրթա թագավորի կողմից։ Հայոց աշխարհում գիտեին, որ Սուրբ խաչի մասունքը թաղված է այնտեղ, բայց մինչև 653 թվական, մինչև 7-րդ դար ոչ ոք չէր կարողանում գտնել, շատերը փորձեցին։ Եվ միայն Թոդիկ անով մի ճգնավոր իր Հովել անով աշակերտի հետ ուխտ տարեցին Տիրոջը, բարձրացան այն վայրը, որտեղ որ Սուրբ կույսերն էին բնակվել ծոմապահությամբ, ավանդությունն ասում է անսվաղ ծոմապահություն, այսինքն ոչինչ չուտելով, չխմելով, այդ ծոմը չխախտելով, աղոթեցին այնքան, մինչև որ հանկարծ գետնի տակից լույսը դուրս եկավ եւ ճառագեց, ցույց տվեց այն վայրը, որտեղ թաքնված էր Սուրբ խաչի մասունքը։ Եվ սա տեսան ոչ միայն իրենք, այլև այդ շրջակայքում բնակվող ամբողջ ժողովուրդը, 12 օր լույսի պես սյուները այսպես բարձր երևում են, մարդիկ տեսնում ու փառաբանում էին։ Իսկ Սուրբ խաչի մասունքը դուրս եկավ հողի տակից, եկավ եւ հանգչեց եկեղեցու Սուրբ սեղանի վրա։ Եվ այդ ժամանակվա Վարդ Պատրիկ Ռշտունի իշխանը եւ Ներսես Շինող կաթողիկոսը մեծ տոնախմբությամբ տոնախմբեցին այս տոն եւ իբրև վարագա Սուրբ խաչի տոն հաստատեցին այս տոնը մեզ համար, որ Աստծուց շնորհը մեզ համար։ Եվ նրանք, ովքեր կհավատան, իբրև կենաց ծառի կմոտենան խաչապայտին, եւ ովքեր վստահություն կունենան, կապավինեն, նրանք անպայման փրկություն պիտի գտնեն։ Եվ այսօրվա Պողոս Արաքյալի պատգամները մեզ քավ լիցի ես այլ բանով բարձենամ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։ Ինչու է այս տողերը Հիսուսի խաչի մասին ասում Պողոս Արաքյալը, որ ինք այս աշխարհում ավելի հպարտանալու առիթ ու պատճառ չունի, քան Քրիստոսի խաչը։ Գիտեք, մենք էլ այդ նույն հպարտություն ունենք այսօր, երբ ասում ենք մենք առաջինն ենք, որ քրիստոնեություն իբրև պետական կրոն ընդունել ու ճանաչել ենք։ Հրեաներն էլ իրենց թլպատությամբ են ուրախանում եւ հպարտան, որ իրենք թլպատված են եւ զատվում են, տարբերում են մնացած բոլոր աշխարհի մարդկանցից։ Բոլորը մեղավոր ու կործանման ենթակա են, իսկ իրենք փրկված են։ Ցույց է տալիս ասելով, որ խաչից ավելի կարևոր զորավոր զենք քրիստոնյան չունի։ Եթե խաչը քո կյանքի մեջ իբրև կյանքի ծառ դրված չէ, որտեղից դու սնուցում ես ստանում, քո ամեն օրը ապրելու այս աշխարհի մեջ, նրա պտուղը ճաշակելով, այսինքն Քրիստոսի մարմին անունը ճաշակելով, դու չես նորոգվում, նոր մարդ չես դառնում, դու կամաց մեռնում ես։ Միայն մնում է քո անունը, որ դու քրիստոնյա ես, բայց քրիստոնյայի գործը, ճշմարտությունը, արդարությունը, սրբությունը քո կյանքի մեջ չկա։ Շատ են մկրտված մարդիկ այս աշխարհի մեջ։ Քրիստոնյաներս գիտեք, աշխարհում թվականակով ամենաշատն ենք։ Մոտավորապես մինչև 2 միլիարդ հասնում են քրիստոնյաները։ Բայց եթե նայեք քրիստոնյաների կյանքը, կսոսկաք։ Հազարավոր եկեղեցիներ դատարկ։ Մարդիկ Կիրակին, որ Տիրոջ օրն է, պիտի գնան իրենց ազատագրության համար, այդ խաչով, որ Հիսուս իր արյունը թափել է մեզ ազատագրելու համար, շնորհակալությունը հայտնենք, մենք հրաժարվում ենք այդ շնորհակալությունից։ Այսօրվա շարականի 3-րդ տան մեջ այսպես էր. Աստծո ժողովուրդ, եկեք երկրպագեք Աստվածային սուրբ նշանին, եւ ով որ բնակվում է այդ նշանի վրա Քրիստոսին, փառավորեք եւ շնորհակալություն հայտնեք։ Սա այս հրավերն էր ամեն օր կանչում
մեզ Աստված, որ գանք Քրիստոսին շնորհակալություն հայտնելու։ Մեր ազատագրության օրն է Կիրակին, սիրելիներ, եւ խաչի ճանապարհով է, որ մարդը ազատագրված է։ Խաչը Աստծո սիրո ապացույցն է, որ այնքան է սիրում մեզ, որ իր զավակին այդ խաչի վրա զոհաբերել է մեզ փրկելու համար։ Բայց մենք այդ կյանքի ծառը թողնում ենք եւ գնում ենք ուրիշ ծառերի պտուղներ ենք քաղում։ Գնում ենք ուրիշ մարդկանց ենք լսում, այլ աստվածներ ենք փնտրում, այլ կուռքեր ենք մեզ համար կառուցում եւ սկսում երկրպագել, տեսանելի թե անտեսանելի։ Տեսանելին այն է, որ մենք նյութի մեջ ենք պաշտամունք մատուցում, իսկ անտեսանելին, որ մենք մեր ներսում մեր եսին ենք պաշտում, մեր հպարտությանն ենք խոնարհվում, մեր չարությանն ու բարկությանը որպես կուռք դնում ենք մեր կյանքի մեջ եւ խոնարհվում նրա առջեւ չհասկանալով, որ այս վիճակով դու չես կարող երկար ապրել այս աշխարհի մեջ։ Եվ եթե դու վստահություն ունես կենաց ծառի հանդեպ, դու պիտի միշտ ուզենաս ճաշակել այդ ծառի պտուղը։ Տեսեք կյանքի ծառը, որ դրված էր նաև դրախտի մեջ, եւ մյուս ծառը, չարու գիտության ծառը, որ դրված էր, ընտրությունն էր, նույն օրինակն է այսօրվա աշխարհի։ Տերն ասես բոլոր ծառերից կարող եք ուտել, բայց այս մեկից չուտեք, որովհետև կմահանաք։ Եվ անմահության պտուղի փոխարեն մարդը ճաշակեց մեղքի պտուղը, եւ այդ պահից սկսած մահը եւ մեղքի դառնությունը մտավ մարդու կյանքի մեջ։ Եվ մեր կյանքի օրերը լցված են դառնությամբ։ Մենք ամեն օր այդ դառնությունը զգում ենք մեր կյանքի վրա։ Ամեն օր մահերը, սպանությունները, բնական աղետները, դավաճանությունները, կռիվները, ամեն բան մեր կյանքը բերում են դառնացնելու։ Բայց այս հրաշքի մասին, որ օրինակ կատարվել է 7-րդ դարում, եւ շատ քիչ մարդիկ հավատում կամ չեն հավատում, սահմանափակվել է միայն եկեղեցիների մեջ տարեկան մեկ անգամ հիշելու եւ այդ տոնախմբելու համար։ Բայց մարդկությունը չի խոսում, որ հրաշք կատարվեց։ Ինչ եք կարծում, այսօր աշխարհում այդպիսի հրաշքներ չկան, բազում հրաշքներ կան, միլիոնավոր հրաշքներ կան, բայց տեսել եք, որ հեռուստացույցով ցույց տան կամ համացանցով անդադար տարած են։ Ոչ։ Ինչու, որովհետև աշխարհի իշխանը չի սիրում, որ մարդիկ Աստծո գործերը տեսնեն։ Այնքան է մեր քիմքին հրամցրել մեղքը, վախը, սպանությունը, արյան տեսարանները, որ մենք միշտ ուզում ենք դա տեսնել, միշտ դրանցով ենք հետաքրքրված։ Բայց երբ որ այդ հրաշքները կան, նույնիսկ այսօր փաստված, ձայնագրված, նկարված հրաշքներ կան, արգելված է ցույց տալ։ Ամենապարզ օրինակը տեսեք, դպրոցներում արգելված է խոսել Քրիստոսի մասին։ Բայց երբ որ մարդը հայտնվում է բանտում, Սուրբ Գիրքը տալիս են ձեռք, ասում են կարդա փրկվի։ Բայց եթե մարդը դպրոցից կարդար, ինքը բանտում չէր հայտնվի։ Ինքը կիմանար ինչպես կարելի է ճիշտ ապրել այս աշխարհի մեջ։ Սա է աշխարհի իշխանի սատանայի գործելավոճը, որի մենք տրվում ենք, որին մենք հավատում ենք եւ որով փորձում ենք ապրել։ Եվ այստեղ Պողոս Արաքյալը գալիս ասելու, որ այլ բան չկա այս աշխարհի մեջ, քան Քրիստոսով ապրել, որտեղ ասում է ոչ թլպատությունն է մի բան, ոչ էլ անթլպատ լինելը, կարևորը նոր մարդ լինելն է։ Եթե դու մկրտված ես կամ մկրտված չես, բայց դու մեղքի մեջ ապրում ես, ել էական չի դու ինչ ես անում կամ ինչպես ես ապրում։ Եթե դու նոր մարդ չես դառել Քրիստոսին ճանաչելով, հին մեղքերդ, հին մարդով քո վրայից չես հանել, դրել ուրիշ տեղ եւ սկսել ուրիշ կյանքով ապրել, զուր է այդ ամեն երբ որ ունենաս քո վրա։ Դրա համար է Պողոս Արաքյանն ասում՝ դեն գցեք ձեր վրայից հին մարդուն իր մեղքերով եւ հագեք Քրիստոսին։ Եվ այդ հագուստը Քրիստոսի որ պիտի հագնես, դա խաչի ճանապարհ, որպես կենաց ծառի եւ որպես վստահություն իբրև Տիրոջը կվստահես, մոտենաս իրեն։ Եվ ամեն անգամ Տերը մեզ հրավիրում է այդ երկրպագությանը, սիրելիներ։ Այո, խաչը ինքը մահվան գործիք էր։ Ամենադաժան հանցագործներին այդպես էին պատժում։ Եվ հատկապես ռոմեական կայսրության ժամանակ ճանապարհի եզրերին էին խաչում մարդկանց, որպեսզի մյուտ մարդիկ տեսնեն, վախենան եւ վախով ապրեն։ Բայց Քրիստոս այդ մահվան գործիքը փրկության գործիք դարձրեց։ Մահվան եւ անարգանքի գործիքը հպարտության, պարծանքի գործիք դարձրեց եւ հատկապես կյանքի ծառին նմանեցրեց։ Եվ ինչպես որ Ադամն ու Եվան կամավորապես գնացին, ծառի պտուղը քաղեցին, կերան ու մեռան, այնպես էլ մարդ ինքը կամավորապես պիտի մոտենա խաչին, Քրիստոսին ուզենա ճաշակել։ Եթե դու չուզենաս Քրիստոսին ճաշակել, քո մեջ առնել, քո մեջ բնակեցնել, դու չես կարող կյանքի իմաստը հասկանալ այս աշխարհի մեջ։ Մենք ամեն օր խնդիրներ ունենք, սիրելիներ։
ընտանեկան հարաբերությունների մեջ, հասարակական մեր կյանքում, ընդհանրապես մեր հանրային կյանքի մեջ մարդիկ խնդիր ունեն այսօր։ Հատկապես չարությամբ լցված են իրար հանդեպ, մեկը մյուսի խոսքը հանդուրժել չի կարողանում, մեկը մյուսի կարծիքը տանել չի կարողանում, մեկը մյուսի գործը հավանդ չէ, իրենն է ճիշտը համարում։ Ինչու՞։ Որովհետև ինքը կյանքի համը չի զգացել այս աշխարհի մեջ։ Ինքը այս կյանքի դառնահամերը զգալով ապրում է, եւ այդ դառնությունը բերում է քո մեջ ինչ։ Ատելություն դիմացինիդ հանդեպ, նախանց դիմացինիդ հանդեպ։ Եվ դա տեսնում ենք նաեւ Կայենի Աբելի պատմության մեջ, չէ՞։ Ինչ արեց Կայենը։ Սպանեց իր եղբոր, ինչի՞։ Նախանձից։ Հավան չեղավ, չանդրադարձավ, որ իր զոհաբերություն Աստված ինչու չընդունեց, որովհետև ինքը իր այգու ավելցուկն էր բերել, ամենավատ պտուղներն էր բերել Տիրոջն ընծայելու։ Աբելը բերել էր իր հոտի ամենալավ, առողջ ու գեղեցիկ գառնուկը։ Անդրադառնալու փոխարեն, որ գուցե իմ մեղքի պատճառով էր, իմ սխալի պատճառով էր, ինքը չարությամբ սպանեց իր եղբորը։ Այսօր նույն բանը մենք ենք անում։ Այն մարդիկ, ովքեր կասեն, որ մենք մեղք չենք գործում, մարդ չենք սպանել, գողություն չենք արել, շնություն չենք արել, իմացեք, որ այդ մարդիկ խոսքով հազարավոր մարդկանց են սպանում։ Խոսքն էլ կարող է մարդուն սպանել։ Քո ասած մեկ բառն էլ կարող է մարդուն ոչնչացնել։ Մարդուն քո ասած բառը դրդի ինքնասպանության։ Դրա համար նաև օրենքի մեջ ամրագրված, որ հասցնել ինքնասպանությունը, դա էլ մարդասպանությանը հավասար է։ Երբ որ դու մարդուն քո խոսքով այնքան ես նվաստացնում, այնքան ես այդ մարդուն ճզմում, որ մարդը գերադասում է մահանալ, քան ապրել։ Քո ասած խոսքը կարող է շատ շատերի կյանքը թունավորել։ Քո ասած սուտը շատ շատերի կործանման պատճառ կարող է դառնալ։ Սա այդ մեղքի դառնությունն է, որ Քրիստոսին պարզապես գիտես, որ կա, որպեսզի իրեն սիրես, իրեն ճանաչես, դու պիտի իր հետ հանդիպես։ Իսկ մարդը միշտ խուսափում է այդ հանդիպումից։ Կան մեր կյանքում, չէ՞ մարդիկ, որ որևէ տղայի կամ աղջկա սիրում են, հերվից միշտ սիրում են, բայց լուռ են ու չգիտեն։ Երբ որ օրերից մի օր հանդիպում են, ասում են, չէ, սա իմ պատկերացրածը չէր, որովհետև առանց ճանաչելու, առանց հասկանալու դու գնացել ես այդ քայլին։ Բայց երբ որ դու ուզում ես ճանաչել եւ իրականում սիրել, դու պիտի հանդիպես, այդ հանդիպում պիտի ունենա։ Շատ հեշտ է ասել հավատում եմ Քրիստոսին կամ հավատում եմ խաչին։ Ես շատ հաճախ եմ տեսնում մարդիկ, որ այսպես ձեռքերը բռնում են Քրիստոս ջան, մեռնեմ քո ջանին։ Դա չի հավատքը Քրիստոսի սիրելին։ Այդ նույն մարդը հետո շրջվում է իր դեմը ասում է վեր կաց այստեղից ես պիտի նստեմ։ Սա իմ տեղն է։ Սա այլևս քրիստոնեություն չէ։ Այդտեղ վերջացավ քրիստոնեությունը։ Այդտեղ ավարտվեց քո այն հավատքը, որ դու ուներ Քրիստոսի հանդեպ, որովհետև խաչը, երբ որ դու ասում ես, դրա մեջ պիտի հասկանաս զիջել, սիրել, համբերել, ներել, համբերությամբ տանել որևէ մեկի սխալը, թերությունը, բացը, որպեսզի այդ մարդուն փրկության հասցնես։ Չես կարող միայն ասել Քրիստոս ջան, մեռնեմ քո զորությանը, բայց ատես այն մարդուն, ով քո պես նույնպես աղոթում է եւ ինքն էլ է եկել Քրիստոսին տեսնելու։ Դու չես կարող խոսել Քրիստոսից, բայց ամեն օր քո շուրթերից սուտը դուրս գա։ Սա նշանակում է դու նորից Քրիստոսին խաչեցիր։ Դու նորից Քրիստոսի ձեռքերի վրա մեխեր ավելացրեցիր, քո մեխերը։ Հետո երբ որ ուզենաս հանես այդ մեխերը, հետքերը անպայման պիտի մնա։ Պիտի ամեն անգամ հիշեցնի Քրիստոս քեզ, որ այսքան ցավ ես դու պատճառել ինձ։ Դրա համար է Տերը մեզ հրավիրում փառավորելու էր ինչու համար։ Մեր ազատագրությունը տեսնելու։ Այսօր մարդը թվում է թե ազատ է այս աշխարհի մեջ եւ ամենուր մեզ ազատություն են քարոզում։ Ազատ եղեք, ազատ ապրեք, ազատ խոսեք, ազատ գործեք, բայց տեսել եք որ որևէ մարդ ազատ չէ։ Ինքը պարտադրված է երբեմն խոսում։ Եվ ձեզ ասել եմ այս օրինակը, Բալզակը շատ գեղեցիկ մի պատմվածք ունի, խորտակված պատրանքներ, այդպես է կոչվում այդ գիրքը։ Այնտեղ մի գեղեցիկ հատված կա, որտեղ հերոսը կեղծ պատրանքներով իր ազատությանն էր ձգտում եւ մի օր հասավ այնտեղ, որ չդիմացավ ինքնասպան եղավ։ Եվ այնտեղ ասում է օգտվեք ձեր հասարակական կուսությունից, որ հասարակությունը չի թելադրում դու ինչպես ապրես։ Հասարակության թելադրածը դա ազատություն չէ։ Երբ որ դու ուրիշին նայելով ես շոր հագնում, ուրիշի հագած շորն ես ուզում հագնել, որ դու էլ ունենաս, դա ազատություն չէ։ Երբ որ դու մրցում ես ուրիշի հետ այս մեքենան ունենալ կամ այս հեռախոսը բռնել, դա ազատություն չէ։ Երբ որ դու ուրիշի տեսած սխալով ես ուզում քո տունը ղեկավարել, դա ազատություն չէ։
Երբ որ դու քո կնոջը, քո զավակին նվաստում, որտեվ այդպես ես տեսել, լսել, սա ազատություն չէ։ Սա հոգևոր հետ ընդհանրապես կապ չունի, եւ առավել եւս Քրիստոսի հետ կապ չունի։ Քրիստոսի խաչը նրա համար է դրվել մեր կյանքի մեջ, որ մարդը նայի այլ բան հասկանա, որ միայն սիրով կարող ես այս աշխարհը գրավել։ Եվ եթե դու իբրև կյանքի ծառի մոտենաս այդ պտուղ ուզենաս ճաշակել, այլ տեսակի պտուղներ դու չես կարող։ Մենք ուր որ գնում ենք, սիրելիներ, ում տուն որ հյուր ենք գնում, ամենաճոխ հարսանյաց հանդեսին, մկրտության, պսակադրության, երբ որ տուն ենք գալիս, մեր տանը անպայման մի կտոր հաց ու պանիր ենք ուտում։ Նոր ենք պարկում քննելու։ Ինչու, որտեվ այդ համն ենք մենք ուզում զգալ, նոր քննել։ Այս աշխարհը մեզ կարող այդպես ճոխ ամեն բան հյուրասիրել մեզ։ Օտար երկիրը, երբ որ մարդիկ գնում են ապրելու, նման է ճոխ հյուրանոցի։ Մի քանի օր կապրես, թե քանի շաբաթ, բայց այնպամեն պիտի վերադառնաս, ինչու, որովհետև ապրելու համար քեզ տուն է պետք։ Տան մեջ պիտի դու ապրես։ Այնպես էլ այս երկրավոր կյանքն է։ Մենք հյուր ենք այստեղ։ Ճոխ կապրենք, երկար կապրենք, կարճ կապրենք, բայց պիտի վերադառնանք։ Պիտի վերադառնանք մեր հորենական տուն, Քրիստոսի մոտ բնակվելու։ Եվ այդ ճանապարհը մեզ համար անցնում է խաչի ճանապարհով։ Այդ սիրո արահետը, որ բացված է Քրիստոսի խաչով, դու պիտի վերադառնաս այնտեղ Տիրոջը գտնելու համար։ Եվ ինչ պիտի տանես քեզ հետ։ Կյանք, օրհնություն, թե մահ եւ անես պիտի տանես քեզ հետ։ Սրանից է կախված նաեւ մեր կյանքի որակը, թե մենք ինչպիսի կյանք ենք ապրում այս աշխարհի մեջ։ Տեսեք, ամեն օր աշխարհի մեջ պատերազմներ են սկսվում։ Ամեն օր մարդիկ չարություններ։ Երեք կարդացի, որ մի գյուղում երկու հոգի իրար սպանել են ինչի համար, շան հաչոցի համար։ Սպանել են, մարդուն սպանել է շան հաչելու համար։ Եվ այդ մարդը պիտի գնա բանտ նստի, իր պատիժը քավի գա ու գուցե նորից անի։ Առանց զղջալու պիտի ապրի, որովհետև ինքը չի կարողացել սիրել իր նմանին։ Մենք այսօր ավելի շատ կենթանի ենք սիրում, եւ այսօր շատ շատերը գերադասում են կենթանու հետ ապրել տան մեջ, քան մարդու հետ ապրել։ Մարդիկ էլ կան իրենց ունեցվածք, իրենց կենթանիներին են կտակում, նոր են մեռնում, որովհետև մարդկանց չեն սիրել։ Ինչու՞, որովհետև կյանքի համը չեն հասկացել։ Այս աշխարհի պղտոր ջրերն են խմել, թունավորված ուտելիքներն են կերել, եւ դրանով նաև իրենք են թունավորվել, որ քո դիմացինի մարդուն չսիրես։ Եվ սա է ցավոք սրտի մեծագույն հաղթանակը չարի այս աշխարհի մեջ, որ մարդը մարդուն ատում է։ Սա մեծագույն հաղթանակն է։ Իսկ Քրիստոս ինչ արեց իր խաչով։ Իր ձեռքերը այսպես պարզած կանչում է մարդուն դեմ դիմաց կանգնելու, հաշտվելու համար։ Ուրեմն խաչը նաև այդ հաշտության խորհրդանիշն է։ Եվ եթե մարդը մարդու հետ չհաշտվի, ինքը երբեք չի կարող երկնքում Աստծո հետ հաշտ լինել։ Եղբայրասիրության ճանապարհով է սկսվում աստվածասիրությունը։ Մարդու միջոցով է սկսվում Աստծո ճանաչողությունը։ Եթե դու քո նմանին ատում ես, չհավատակ այն մարդուն, ով որ շատ մարդկանց հետ խռով է, ոխ ունի, չարություն ունի ու ասի, որ ինքը Աստծուն հավատում է, չհավատակ այդպիսի մարդուն, սուտ է խոսում։ Չի կարող Աստծուն հավատացող մարդը մարդ ատել։ Հնարավոր չէ այդպիսի բան։ Հնարավոր չէ, սիրելիներ։ Նրա աղոթքը լսելի չէ։ Նրա արած որևէ բարի գործը ընդունելի չէ։ Այդ մեկից է կախված։ Դրա համար Տերն ասում է, եթե դու պատարակ պիտի մատուցես, ընծա պիտի մատուցես, ու եթե իմանաս, եղբայրդ քո դեմ ոխ ունի, նախ գնա հաշտվիր, հետո արիր քո պատարակը մատուցիր, հետո արի քո աղոթքը արա։ Այս պահանջ ունի Քրիստոս մեր առջև դրված, որպեսզի այս հաշտության միջոցով սերը ծաղկի։ Թե չէ մենք սերը այնպես ենք արել, սիրո ծառի վրա այնքան թույն ենք լցրել, արդեն արմատները չի դիմանում, որ ծաղիկ տա նույնից անուշահ հոտի։ Մենք արդեն սովորել ենք վատ հոտերի ներկայությանը, անցնում ենք, բայց սիրո հոտն էլ է գալիս, մենք չենք ուզում այդ բույրը զգալ։ Ինչու ենք մենք միշտ մկրտության ժամանակ մարդու ռունգերը քիթը օծում, որպեսզի հավիտենական կյանքի անուշ բույրը մեր կյանքից չբացակայի։ Այդ հոտը միշտ զգաս, Աստծո ներկայությունը, սիրողը համը հոտը զգաս քո կյանքի մեջ, նաև նյութապես տեսանյորեն, որպեսզի կարողանաս մոտենալ Քրիստոսի խաչին եւ ճաշակել Քրիստոսին, որպեսզի երբ որ ճաշակես Քրիստոս քո գոմեջ բնակվելու, դու հավիտենության երանությունը զգաս, ոչ թե կյանքի, մեղքի, մահվան դառնության զգացումով ապրես այս աշխարհի մեջ։ Թող Տերը օրհնի բոլորիս, սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի,
որ մենք խաչին պարզապես մի գործիքի չմոտենանք։ Սա գինն է մեր փրկության, մեր ազատագրության։ Մեր կյանքը այնքան կարճ է, մենք չենք էլ հասցնում ապրել, մենք էլ զգում ենք, որ մահվան ժամը մոտեցել։ Հատկապես այսօր այնքան է մահը երիտասարդացել, որ մենք չգիտենք հաջորդ վայրկյանին ինձ կամ ձեզ հետ ինչ կպատահի, բայց այդ ժամանակ դու պիտի հասցնես սիրել առանց ատելու, առանց ոխի, առանց թույնի, առանց չարության։ Եվ ամեն անգամ Հայր մեր եք ասում. Տեր, ներիր մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում։ Եթե մենք չենք ներում, Տերն էլ մեզ չի ներելու։ Ինչ չափով որ չափում ենք, այդ չափով պիտի չափվի։ Ուրեմն թույլ տվեք, որ սիրո չափը հաղթի մեր կյանքի մեջ, սերը գա եւ գերակայի մեր կյանքի մեջ եւ հաշտության այս ճանապարհով Տիրոջը բնակեցնենք մեր մեջ եւ Տերն ուզենա բնակվել մեր մեջ եւ մենք էլ իբրև Աստծո ժողովուրդ չամանչենք երկրպագելու խաչի վրային, փառավորելու եւ ասելու Տեր, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։